Ես կարծում եմ, որ ներգրավվածության պակասը շատ անդառնալի հետևանքների կարող է բերել, որովհետև օրինակ, եթե հայրը տանն է ամբողջ օրը եւ տպավորությունն է, որ ինքը դե հա տանն եմ անցկացնում, ամբողջ օրը դες հետ եմ անցկացնում, բայց մտքով դու իրենց հետ չես, կամ օրինակ թիկնել ես բազմոցին եւ ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, կամ ֆիլմ ես նայում եւ չես մասնակցում երեխայի հետ ինչ որ գործունեության, օրինակ դասապատրաստման process-ին չես մասնակցում։ Թեկուզ եւ դու ամբողջ օրը տանն ես, բայց ինչ օգուտ դրանից։ Կարող է դու 5 րոպե կարողանաս դրա մենակ տրամադրել, լսես երեխայի խնդիրը եւ օգնես այդ խնդիրը ճիշտ լուծել։ Եթե դա լուրջ խնդիր չի, օրինակ իմ դեպքում, ես աղջկաս ասում եմ, որ սա քո լուծելու հարցն է։ Դու ինքդ կարող ես գնալ, մոտենալ ուսուցչին եւ խոսել հետը, կամ եթե խնդիրը աշակերտներից մեկի հետ է, քո ընկերուն մոտենաս եւ այսպեսի բան ասես։ Երբ որ ինքը լուծում է այդ հարցը հետո, իր մոտ առաջանում է ինքնավստահություն։ Հետագայում, երբ որ ինքը որոշակի խնդրի բախվի, նմանատիպ խնդրի, արդեն ինքը գիտի թե այդ հարցը ոնց է լուծելու։ Հետո կամած ավելի լուրջ խնդիրներ կարող են լինել։